Լույս բարի սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիեթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, միացրեք մեզ, օրը երկուշաբթի է, աշխատանքային շաբաթը սկսվել է, եղանակը տաք է, կարծես թե ամեն ինչ լավ է, լավ տրամադրություն ունենալու համար, բայց բայցերը շատ են, ողջույն։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եղանակը բարձր է, ասում եմ մեղմ է ասված, մինչև 24 աստիճան տաքություն է խոստանում կեսօրին, երեկոյան 12-ից 14 աստիճան տաքություն, իհարկե հյուրեր, հետաքրքիր մշակութային իրադարձություններ, որոնք կլուսաբանենք ձեզ համար, համեղ խոհանոց, եւ իհարկե էլի հերոսներին առիթ ունենանք անդրադառնալու մեր տեսանյութերով, բայց Վահեին ասենք բարի լույս, հետո անցնենք առաջ։ Ողջույն Վահե։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ, դուք ինչպես եք։ Հրաշալի։ Հրաշալի, ինչ ես եփում այսօր։ Այսօր կրկին այլ խոհանոցներ ենք անցնելու։ Ես տեսնում եմ, որ համեղ լինելու, բայց այլ խոհանոցները դրա հետ կապ չունեն։ Քանի որ զատիկ էր եւ ամբողջ շաբաթը մենք զատկական շաբաթով եզրափակեցինք, տոնից հետո այդպես հանգստություն պետք է ներմուծել, հա, եւ առաջարկում եմ ազգային խոհանոցը այլ էթնիկ ազգային խոհանոցներից եւս փորձել։ Այսօր մեքսիկական խոհանոցին ենք դեպի տեղափոխվում ենք մեքսիկական խոհանոց եւ բուրատո ենք փորձելու։ Բուրատո։ Այո։ Թե բուրիտո։ Բուրիտո կներես։ Բուրատոն պանիրն է։ Բուրիտո ենք փորձելու եւ անվանման ծագումը շատ հետաքրքիր է, նշանակում է փոքրիկ ավանակ։ Անվանման ծագումը որտեղից է գալիս իրականում առաջինը որ երկու տարբերակ կա, հա, առաջին տարբերակում ասում են իբրև սկզբում մատուցվել է տավարի միսը, ուղակի ավանակի յուղով պատրաստված տարբերակով, դրա համար անվանում է այդպես է, հա, իսկ հետո իսպաներեն է իդեպ ասեմ բառը մեքսիկական բան լեզվով չէ, այսպես ասել։ Բայց մեքսիկացիք իսպաներեն չեն խոսում։ Հա, միանգամայն այո, բայց տեղային, այսինքն բառի ծագում չունի այդ բառը, եւ երկրորդ տարբերակը, քանի որ ամեն ինչ լցվում է այդ բրդուճի մեջ, այսպես ասեմ, շաուրմայի շատ նման է, բայց շաուրմա չի, որովհետեւ շաուրմայի եւ սրա տարբերությունը հետեւյալն է, որ շաուրմայի միջուկը միշտ դասական նույն, այսինքն մթերքներից է, այստեղ կարող է միջուկը անընդհատ փոփոխվել եւ քանակը շատանալ, այսինքն ինչ կարող ես, այնտեղ ավելացնում ես։ Եվ երկրորդ տարբերակը անվանման ինչու փոքր ավանակ, որովհետև ավանակի վրա ամեն ինչ կարելի է բարձել, հա, եւ կարող է տեղափոխել, հետաբար այստեղ ամեն ինչ կարելի է ավելացնել։ Այդ երկու վերլուծությունը կար անվանման հետ կապված, հիմնական դասական այն օգտագործվող միջոցները, որոնք որ կան բաղադրիչները, դրանք գիտենք, եգիպտացորենն է, որը որ տեղային բնորոշ սպეციფიկ այսպես բաղադրիչ է, որից նաև պատրաստում են իրենց հայտնի տորտիլյաները, որին նաև այլ կերպ անվանում են տակո։ Գիտեք, որ այս տարբերակին նաև տակո են անվանում, որովհետև հացի մեջ լցոնված խառը բաղադրիչներով սնունդը, որը ունի այդպես բրդուճի նման տեսք, իրեն տակո են նաև անվանում։ Իհարկե, իրենց մոտ բնորոշ է նմանատիպ տորտիլյաների կիրառումը, լավաշի նման է, բայց լավաշից մի փոքր ծանր է իր, այսպես ասած, խտությամբ, եւ միջուկը օգտագործելու ենք, հա, իրենց մոտ նաև բնորոշ է լոբիի կիրառությունը, դա կլինի կարմիր կամ սպիտակ, կներեք, կարմիր կամ սպիտակ եւ այստեղ համադրությունը կազմելու ենք եգիպտացիներով սպիտակ լոբիով հավի միս ունենք միջուկը, ունենք կարմիր պղպեղ, սխտոր, սոխ, չոր ռեհան կարմիր պղպեղ, իհարկե նաեւ տոմատի մածուկ ենք ավելացնելու եւ վերջում դնելու ենք մեջը հալվող պանիր։ Սա սարքելու ենք որպես այդպիսին, այսինքն խառնուրդ միջուկ։ Հետո պանիրը առանձին հետը դնելու ենք, փաթաթելու ենք եւ 4 թավայի վրա չորացնենք այս հացի հետ միասին։ Ու այդպես փոքրիկ բրդուճներ ստանանք։ Ընտիր։ Սիրում ես դու բուրիտո։ Այստեղից մենակ Անուշը եգիպտացորենը չհավանեց, Նաեւ այդ պանիրը մեքսիկական էր, չէ՞ ասեցիր։ Այո։ Առացարակ Մեքսիկան աշխարհում առաջատարն է գիրության, հետո Ամերիկան է, այո։ Ամերիկան է։ Չէ, Ամերիկան երկրորդում է, Մեքսիկան առաջատար է եւ իրենց խոհանոցը առանձնապես երբեք ինչ չի գայթակղել, բացի կծվությունից, ուրիշ որևէ գայթակղիչ բան չունեն ու հատկապես եգիպտացորեն շատ են կիրառում։ Ու գիրացնող երևի թե շատ մթերքներ, որովհետև իրական լոբին էլ է գիրացնող։ Դե սպիտակուց է, հարուստ սպիտակուց շատ վիտամիններ ունի։ Ես կծու խոհանոց սիրում եմ, բայց ոչ ծանր խոհանոց։ Դրա համար մեքսիկական խոհանոցը ինձ տենց չի գերել երբեք, որովհետև իտալական խոհանոցում եթե շատ հետաքրքիր
բաներ կտեսնես, պաստաների, տարբեր տեսակների եւ այլն, Մեքսիկայում մի քիչ ավելի Մեքսիկայում ես սիրում են ուտել, բայց ես շատ եմ սիրում մեքսիկական խոհանոցը, բայց կոնկրետ հենց բուրիտո ու տակո, մեկ է քեսադիլյա, եթե չեմ սխալվում, դա էլ է Մեքսիկ։ Այո։ Ամենաթիրախայինները ասեց Դավիթը եւ իրենց յուրահատուկությունը խոհանոցի հետեւյալն է, որ սա քաղցրի եւ կծվի համադրությունն է, հա, օրինակ, չգիտեմ, հայկական խոհանոցում մենք չեն կարող ասել, որ բնորոշ է կծու համադրությունը։ Մեզ մոտ համեմունքային բազան է ավելի շատ, բայց իրենց մոտ կա այդպես համադրությունը քաղցր եւ կծու միասին։ Ինչպես որ օրինակ չինական խոհանոցում է, հա, թթու քաղցր եւ կծու միասին, այնպես էլ իրենց բնորոշ է այս տարբերակը։ Կոնկրետ ինձ այդ համադրությունը դուր է գալիս, ես էլ եմ սիրում այդ կծվի եւ քաղցրի համադրությունը, իրենց սոուսների մեծամասնությունը պատրաստում է չիլիով կամ քաղցր կամ կծու տարբերակով, այնպես որ կետչուպների մեծամասնությունը այդ սկսած հա ամենակծու տարբերակներից տաբասկոները եւ այլն գալիս են հենց մեքսիկական խոհանոցից։ Ես ոչ վրացական, ոչ մեքսիկական խոհանոցները չեմ սիրել երբեք, ոչ մի առանձնահատուկ բան չեմ էլ տեսել, բայց դե միշտ հետաքրքիր է փորձել։ Դե այսօր հայի ձեռքով պատրաստած կուտես, չգիտեմ ինչ, երբ վերջում հայկական է ստացվելու։ Ես գիտեմ, վերջում էլ մենք բնականաբար Անուշիկին համոզելու ենք, որ օգտվի, որովհետև նախ չի կարա համեղջ չլինի։ Զատկին այնքան եմ օգտվել, հա։ Չամիչով փլավ, այո, եւ տապակած կանաչի, ինձ թվում է համը հանել եմ արդեն։ Ես ձկան առումով եմ համը հանել։ Չէ, ձկան առումով ավելի, չնայած շատ համեղեր է։ Որովհետև շատ համեղ իշխաններ եմ ես համ տեսել։ Դե բայց գուլիչները, տորթերը տենց գալիս են ու ասում ապականում են ամբողջ բանը, պահք։ Բայց դե անկախ նրանից, որ այդքան շատ բան կա սեղանին, միևնույն է ամեն դեպքում թեթև է սննդակարգը, հա, նույն ինքը բանջարը, բայց իհարկե եթե ժամը չես չարաշահում, եթե դա ուտում ես երեկոյան, պարզ է, որ ինքը այդպես թեթև չի մարսվելու։ Ցերեկը միանշանակ թեթև է, կներեք, որտեվ այնտեղ ձու ունենք, որը սպիտակուց է եւս, այնտեղ ունենք նաեւ ձուկը տապակած կանաչին է, առանձնապես շատ թեթև է, եթե ժամը ճիշտ ես անում ու համադրությունը։ Հատկապես որ համադրությունն է ճիշտ կազմում, ոչ թե միասին բոլորը։ Դե լավ, այսօր մեզ մոտ մեքսիկական խոհանոց է, տեսնենք Վահեն ինչպես կպատրաստի։ Մենք անցնենք առաջ, եթե առիթ ունենանք անդրադառնալու էլի վերջին իրադարձություններին, որը ուղիղ համեմատական է մեր իրական տեսակին։ Դե ասում եմ շատ տարօրինակ էր, որ Զատկի տոնով մի խումբ տասնյակ հազարավոր հայրենակիցներ համախմբվել էին Թաթուլի համերգին։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի՞ց ես զարու, դու մտածում ես, որ այդպես չի լինելու։ Հա, մտածում եմ։ Ոչ։ Մտածում եմ, որովհետև Զատիկ էր, չնայած ես այդ օրը քաղաքի խցանումներից սկզբում չգիտեի ինչն է բանը, որ տենց աննախադեպ են, որ ասում են խցանում էր, որովհետև ինչ որ քաղաքի որ ծայրից իսկ ես այդ օրը բոլոր ծայրերում չգիտես ինչի առիթ ունեցա լինելու ու հասկացա, որ ինչ որ բան է կատարվում մեզ մոտ, էլի չգիտեի ինչ, երեկոյան արդեն տեսա համացանցում ինչ էր եղել։ Ասում են, որ շատ էին եղել հատկապես աղջիկները։ Շատ տարօրինակ է, որովհետև ես ով ոնց ուզում է ընդունի, ես բացարձակ չեմ համարում, որ այդ մարդը երգելու հետ կապ ունի, ձայն ունի կամ ինքը ինչ-որ բանի մասին է երգում, ով ոնց ուզում է թող ընդունի։ Այս մեկը առանց դե ինչ ասեմ, դա իմ կարծիքն է, բան տենց այդ որ կարծիքով ուզում եք նայեք, որ երաժշտական մասնագիտական հմտությունները ուզում եք չափեք։ Ինչ ենք լսում, ինչի մասին ենք լսում եւ այդ ինչ խելակորույս անբռնազբոս կեցվածքեր համալիրում։ Այն որ արտիստը պետք է այդպես լինի, էլի, միանգամից համերգը դնում ես 15000 հոգի, միանգամից լցվում են ու դու տեսել ես ինչ գեղեցիկ լույսերով, բանով, ոնց էին բարում ուրախանում։ Ես իրականում չեմ ուզում շատ այդ թեմայով խոսեմ, որովհետև ես չեմ զարմանում։ Ամեն մարդիկ են, ովքեր այս հայրենիքը զորն է։ Հա, ես դեռ իրականում սկսել եմ, ասում տարօրինակ է, որ դեռ զարմանում եմ մարդկային ողորմելի տեսակի վրա, որովհետև ամեն օր բացահայտում եմ, գիտես, գալիս է մի տարիք մարդու մոտ, երբ առաջնային պլան է գալիս արդեն ընտանիքդ։ Քեզ բացառապես հետաքրքիր է քո ընտանիքը, քո երեխան, քո ամուսինը կամ չգիտեմ, այն ինչ որ կապված է քո ընտանիքի հետ։ Հա, առողջությունը, երջանկությունը եւ այլն։
Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր օրինակ չունեն երջանկություն, որովհետև դե չոտես չի ստացվում, էլի, հա, կա տուն տեղ, բայց դե այդեն չէր երևի, որ ինքը կուզեր, կամ այն տղամարդը չէր, որ ինքը կուզեր տեսներ, կամ այն երեխաները չէին դաստիարակվել իրենց ձեռքով, որ ինքը կուզեր, եւ այդ ժամանակ սկսվում է բանը, ինտրիգը, հասկանում ես, երբ որ դու տանը չկաս ոչ մի կերպ, չկաս, էներգետիկ չկաս, այդ երևի կարողանում եմ բացատրել, ոչ թե ֆիզիկապես չկաս, այլ այդ էներգիան, այդ երջանկության, այդ բավարարվածության, այդ անելիքների, ինչով պիտի դու զբաղված լինես, դա սկսում է մարել ընթացքում երջանկության եւ որովհետեւ երբ որ օրինակ տղամարդը քեզ համար հեղինակություն է, քո որոշակի քայլեր շատ դառնում են կշռադատված միջավայրում, աշխատանքի վայրում, ընկերության դաշտում ոնց ես դու քեզ պահում, ինչ ես դու լսում անգամ այդ աղջիկները թաթուլին լսող։ Դառնում է մի քիչ կշռադատված, որովհետև դու հասկանում ես, որ այդ տղամարդը, որը ունի քեզ համար հեղինակություն, քո արարքները պիտի երկար մտածես, անես թե ոչ, որովհետև որքան էլ որ տղամարդը լինի թույլ կամ ոչ այդքան իրենից բան ներկայացնող, միևնույնն է քո պահվածքը, քո որակական հատկանիշները տղամարդու մոտ սենց կուտակվում են ու դու որպես կին, որպես անհատականություն, ոչ թե մենակ իրակին, որպես անհատականություն սկսում է կարծիք ձևավորվել քո տղամարդու մոտ։ Նույնը իհարկե կնոջ մոտ է, այսինքն հակառակը կարող եմ ասել այս դեպքում։ Ինչ է անում տղամարդը, բացի լավ պապա կամ ինչ-որ հաց տուն բերող պապայից բացի, ոնց ես դու քեզ պահում օրինակ միջավայրում, հա, ով ես դու որպես ընկեր, ով ես դու որպես աշխատակից, ով ես դու որպես ուժեղ տղամարդ դրսում, այդ ամեն ինչը ձևավորում է նաև կնոջ մոտ։ Հիմա երբ որ այդ ամենը բացակայում է, այս երկու անհատները սկսում են իրենց հետաքրքրությունները եւ իրենց փորձում են կարևորել դրսում։ Ինչ որ ինտրիգներ են սարքում, տենց գնում են, գալիս են, դնում են, վեկալում են, բամբասում են, խոսում են, ինչ որ բաներ են հորինում, երևակայում են, որ իրենց կարևորը զգան, որտեղ ոչ տանն են կարևոր, կինը այնտեղ ասում է դու սուս մնա, ես կասեմ, մարդը այնտեղ հայհոյում է կնոջը մասսայական, եւ մենք ունենք իրականում այս միջավայրը։ Ես երկար ժամանակ ասում եմ, քանի որ իմ ընկերները լրիվ հատնտիր ընտրված ընկերներ են, ես հետ եմ մնացել շատ առումով, թե ինչ է կատարվում մեր երկրում, աշխարհում չէ, էլի գոնե մեր երկրում, որովհետև սկսած իմ աղբոր ընտանիքից տեսել եմ լրիվ ուրիշ նորմեր ապրելու ձևի, մի ժպտա, որովհետև դա շատ վտանգավոր է, որովհետև մեր երեխաները նայում են մեզ ու տեսնում են պապան բացի պապայից, օրինակ ով է դրսում, որտեղ շատ քիչ է, որ դու պապա ես, որը իր այդ պոեզիա խաղում։ Ասում եմ, ես քեզ կտանեմ բոլորին հարսանիքներին, որ ես վարում եմ եւ դու կտեսնես ինչա կատարվում։ Այդ եմ ասում, դու թեմայի մեջ ես, ես թեմայի մեջ չեմ, որովհետև ես ստեղծել եմ այնպիսի միջավայր, որ երևի թե ինձ զերծ պահեմ դրանի, շնայած լիովին չի ստացվում, բայց ամեն օր ես վերջերս հատկապես բացահայտում եմ մարդկային ճղճիմության մակարդակի գագաթնակետը, եւ դու իմանալով նաեւ այդ մարդկանց հասկանում ես, որ նրանց ընտանեկան դժբախտությունը բերել է նրանց ինտրիգանկաների կամ ինտրիգ ստեղծող տղամարդկանց կերպարի եւ իրենք սկսել են բաներ մտածել, որ իրենց կարևորը զգան։ Այս մարդիկ ուղիղ թաթուլ լսող հասարակությունն են, որոնք կմիացնեն իրենց հեռախոսի լույսերը, կընկնեն էքստազի մեջ ու հիստերիկ ձեներ կհանեն համալիրում, այդ են դեպքում, երբ մենք ամեն օր խոսում ենք, հա, հիշում ես այդ աղջիկը ոնց է հիստերիայի մեջ ընկել։ Ուզում եմ հասկանամ, չէ, ճիշտ ես ասում, միանշանակ, դու գիտես իմ կարծիքը, բայց ուզում եմ հասկանամ, դու այդ ժամանակ ինչի չէիր սենց զարմացել, թե զարմացել էիր։ Չէ, զարմացել էի, այն ժամանակ վայելուց չէի վարում, որը պատմեի։ Չէ։ Այդ քանի տարի առաջ էր ինչի։ Այդ 18 թիվն էր։ Չենք վարում իրար հետ։ Չէ, 18 թվականն էր։ Ես անկեղծ ասած չեմ հիշում որ թվականներ, բայց իրադարձությունները նենց է զարգացել։ Մաքսիմում 19։ Ես այդ ընթացքում չկայի բարի լույսում, դրա համար առաջ չեմ ունեցել անդրադառնալ, բայց Facebook-ում անդրադարձել եմ։ Արագ զարգանում։
ու որ ես չեմ էլ հիշում, որ արդեն մի 6 տարի անցել է, բայց ուզում եմ հասկանամ ինչի է քո հիշողությունը այդքան կարճ, ախր նմանատիպ միջոցառումներ այնքան շատ են լինում, դու տեսել ես, ուղղակի դու հույս ունես, որ այս անգամ տես չի լինի։ Գիտես, երբ աշխարհը զարգանում է ու մենք արդեն այստեղ Ջենիֆեր Լոպեզի բերելուց ենք խոսում, հա, ինչ որ տենց դեմքեր ենք բերում, ու երբ դու հասկանում ես օրինակ քո հայրենիքի վիճակը ինչ է, քո երկրի վիճակն ինչ է շատ առումներով, ու մեկ էլ ասենք տեսնում ես, որ ջայլ աղջիկները, չնայած այն որ ասում էին մկկում են։ Դե հենց դրա համար էլ երկրի վիճակը հետ է։ Լավ։ Հա ճիշտ է, չնայած այդ ուղիղ համեմատականը մեկը մյուսով դրա համար։ Այն ինչ որ հիմա կատարվում է մեր քաղաքում, մեր Հայաստանի Հանրապետությունում, սա ուղիղ համեմատական է բոլոր իրադարձությունների հետ, որի մեջ օրինակ ես չեմ տեղավորվում, դու չես տեղավորվում։ Դե հիմա օրինակ ես քեզ ասեմ, երբ մենք խոսում ենք պատերազմի ընթացքում դավաճանությունների մասին, հա, կամ չգիտեմ, ինչ որ անհասկանալի դեմքեր, որ մեկ այնտեղ գնում էր պատրելով իր երեխաներին թողնելով հանուն հայրենիքի պաշտպանության, այն մեկը գնում էր, որ նկարվեր, որովհետև կարծում էր 4 օր է տևելու, ոնց էլ չլինի, կհերոսանա կգա։ Այս տեսակ իրադարձությունների մեջ հիմա զարմանալ է այս ամենին շատ տարօրինակ է, բայց այնուամենայնիվ, այ ոնց հիմա զարմացել եմ, որ գերակշիռ մասը կանայք էին համերգին, տենց էլ զարմանում եմ, որ այսօրվա մեր իրականության մեջ, երբ չգիտես երեխայիդ ինչպես պաշտպանես այս երկրում ապրելու ոչ միայն ամենօրյա վախից, չգիտեմ, պատերազմի, այլ նաև սկսած հիվանդություններից, այս ինչ որ կատարվում է, հա, դասյարակությունից, դպրոցում տեղի ունեցող իրականությունից, մանկավարժների որակից, որոնք օրինակ կարող են այդ տեսակ արտահայտություններ իրենց թույլ տալ։ Եվ այս թոհու բոհի մեջ դու հասկանում ես, որ ամենօրյա մտահոգությունները բա ինչ ա լինելու մեր երեխեքի կամ իրենց երեխաների հետ, ու այս ֆոնին ասում եմ, ես զարմանում եմ, որ դեռ մարդիկ կան, որ այս խնդիրները թողած, սկսել են ինչ-որ միզերային ճղճիմ, ամենասենց ցածր հարթակում կանգնած իրադարձություններ հորինել, իրենք էլ դառնան այդ իրադարձությունների հերոսը, կարծելով, որ բան է լինելու, չգիտեմ, իրենք այդ որ հեսա հերոսացան, չգիտեմ, արձանն են կանգնեցնելու իրենց, կամ որպես օրինակ բանսարկուներ իրենց մասին հեսա խոսելու են, հա, խոսելու են։ Դրա համար ասում եմ, ամեն մեկը ինքն է ընտրում, ինչ անի, ինչի մասին խոսեն։ Հիմա մեկը օրինակ տկլորվում է 2 վայրկյանում դառնում է հայտնի, շատ արագ, 2 օր կամ 2 ժամ կարելի է, ու ամբողջ համացանցով կտարածվի իր նկարները։ Այն մեկը գլուխը կախ, երկար, բարակ իր գործն է անում, որ մի օր, գուցե մի 5-10 տարի հետո կիմանան ինքը ինչ որակով եւ ինչ արժեքներով էր ապրում։ Այն մեկը օրինակ մտածում է դե բան չկա անելու, տանը հետաքրքիր չի, երեխեքի հետ հետաքրքիր չի, ամուսնու հետ բացարձակ հետաքրքիր չի, բա ինչ անենք։ Եկեք դառնանք բաներ, բանսարկուներ։ Եվ այդ անմակարդակ միջավայրը իհարկե թաթուլի տակ տժժացողներ, ինչպես ասում են։ Մենք, որպես հայ ազգ, որ մենք ունեցել ենք հայի տեսակի լրիվ ուրիշ արժեքներ, թող անունը դնեք անգամ կարծրատիպեր, հայ կնոջ դերը, կեցվածքը, առաքինությունն ու առաքելությունը, առհասարակ ինքը ինչքան իրեն կարող է թույլ տալ, ինչքան ոչ, այս ամենով է տարբերվել հայ կինը։ Այսօր հայ կինը գերազանցել է աշխարհի բոլոր կանանց։ Ասում եմ, եթե Եվրոպայում հիմա կանայք երազում են մնալ կանացիության մակարդակում, դերում, որովհետև իրենք հասկացել են, թե ինչքան է փչացել իրենց որպես կին ապրելու որակը, երբ իրենք այնց հոխորտացել են, որ իրենք ամենակարողն են։ Իրենք արդեն անցել են այդ ճանապարհը, հիմա հետ են ուզում վերադառնալ։ Մենք էլի միշտ ինչ որ տեն նորաձևությունից հետամնաց արարքներով նոր բան ենք անում, որոշել ենք, որ ինչքան կարևոր է երկինը անբռնազբոս է, անբարտավան է, չգիտեմ, սահմաններ չունի եւ որոշել է, որ ինքը ամեն ինչի մեջ պիտի իրեն թույլ տա թաթախվի։ Այդ վատ է, որովհետեւ այդ մարդիկ արդեն հետ են ուզում գնան։ Իրենց մոտ արդեն գրագետ մարդիկ ասում են, չէ, մենք շատ սխալ ենք արել են, ինչ որ արել ենք։ Մենք հենց նոր ենք ուզում դրան ընդառաջ գալ։ Եվ իրականում արդեն իհարկե անիմաստ է խոսել ոչ դպրոցում կրթության որակից, ոչ մեր երիտասարդության դասյարակությունից, անիմաստ է խոսել, որովհետև կա, էլի ասում եմ, հետևյալը,
Եթե դու տանը այդ երևույթն ես, այո, ամեն ինչ տնից է գալիս։ Քո երեխան քեզնից ավելի վատն է լինելու։ Եվ ես ասում եմ, դուք ձեր արարքների հետևանքը ձեր երեխայի միջոցով տեսնելու եք։ Դուք մի օր տեսնելու եք, որ ձեր երեխան բացարձակ անարգված է միջավայրում, որովհետև արել էին ինչ դուք մի բան էլ ավելին։ Որովհետև ձեր երեխան տեսել է, որ դուք տանը փորձում եք մարդկանց օրինակ գլխին վատություններ անել ու փոսեր փորել։ Դուք ձեր երեխաների միջոցով ընկնելու եք այդ փոսերը։ Այդ միշտ է տենց։ Աշխարհի օրենքն է։ Եվ ինչքան խորն եք փորում, ես միշտ իմիջիալոց ասում, երբ տեսնում ես, որ դիմացինդ քեզ համար փոս է փորում, ոչ միայն պիտի չխանգարես, ամեն ինչ պիտի անես, որ այդ փոսը ավելի խորը փորի։ Իրեն անգամ պիտի օգնես, որ այդ փոսը փորի ու շատ խորը, որովհետև մեկ է ինքը, ինչքան խորը փորեց, ամբողջ իր գերդաստանով է հայտնվելու այդ փոսում։ Դա աշխարհի օրենքն է, դա տիեզերքի օրենքն է։ Եվ մենք մահկանացուներս այդ օրենքների դեմ այնքան անզոր ենք։ Եվ ես ասում եմ, տա Աստված, որ այդ փոսերը, սիրելի ժողովուրդ, երբ տեսնում եք ինչ-որ մեկը ինչ-որ փոս է փորում ձեր համար, օգնեք իրեն։ Օգնեք, թող փորի, որքան հնարավոր է խորը։ Ինձ համար Եվ իմիջիալոց այսօր նույն համեմատականով կառավարությունը, այդ որ դուք ոչինչ չի անում։ Ինքը էլ ձեզ վնասելու կամ այս ծրագիր իրականացնելու ոչինչ չի անում։ Դուք հիմա ինքներդ եք անում դա։ Ինչ որ պետք էր անել, ինքը արել ավարտել է։ Ինքը արել է հետևյալը, ատելություն է մտցրել ձեր մեջ, քարոզել է, որ տգիտությունը ձեր գլխում է, հիմա էլ քարոզում է, որ կրթվելը վատ չէր, որ նորաձև լիներ։ Ես հիշում եմ ժամանակին, երբ ասում էր մոշ աճացնելու համար, մարդը պիտի անգլերեն իմանա։ Այ աղբեր, ասում էր, անգլերեն պիտի իմանաս, որ մոշ աճացնես։ Հիմա երևի անգլերեն են սովորում մեր գյուղացիները, որ մոշ աճացնեն, փոխարեն իրենք ուղղակի պիտի իրենց մոշը աճացնեին։ Այ երբ որ քանդվում է սա, իսկ քանդվել է սա, ու մենք էլ ընդունել ենք այդ օրենքը, ընդունել ենք, որ աղքատությունը մեր գլխում է, ընդունել ենք, որ մենք այս վիճակում ենք, որովհետև, չգիտեմ, այսպես է, ընդունեցինք, որ Արցախը պետք է տանք հանգիստ ապրենք, այդ ամեն ինչը ընդունեցինք, հիմա էլ ոչինչ պետք չի, որ իրենք անեն։ Հիմա առհասարակ անգամ ռեսուրս ծախսել ինչ-որ բան անելու համար ժողովրդի անիմաստ է, որովհետև ժողովուրդը իր ձեռքով ամեն ինչ անում է, ինչ որ պետք է։ Հիմա պատկերը ակնհայտ երևում է, ով ենք մենք, ուր ենք գնում եւ ինչ արժեքների կարող ենք իրականում։ Ինչ Արցախի մասին էլ կարող է խոսք լինել։ Ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա, որովհետև ես այդ ամեն ինչը տարիներ շարունակ տեսնում եմ եւ փորձում եմ նաև իմ ընկերների, իմ գործընկերների հետ խոսել եւ այլն, շատ հարցերում եմ փորձում քննարկել, բայց սերնդափոխություն պետք է լինի, սկսած ինձանից։ Ես լուրջ եմ ասում, պետք է լինի այդ սերնդափոխությունը, որովհետև հերիք եղավ արդեն Դե հիմա մի քիչ քան համաձայն չեմ, մեր սերունդը դեռ ինչ որ արժեքների կրող է։ Ամեն ինչ ավելի վատ է, քան դու տեսնում ես, որովհետև դու այնքան քիչ բան ես տեսնում։ Ամեն ինչ ավելի վատ է։ Տեսնում, որովհետև ես շատ չգիտեմ, երևի էլի գալիս է ինչ-որ մի կամ էլ կարող է միջավայրից է, չգիտեմ, ես ստեղծում եմ իմ միջավայրը, որտեղ Հա, բայց եթե դու խնդիրներից խոսում ես, դու պետք է մի քիչ էլ քո միջավայրից դուրս գաս, որ դու այդ խնդիրները հասկանաս։ Դե տեսա, էլի, տեսա։ Այդ դու դուրս չես եկել, իրանք բերել են քո միջավայր։ Հա, կամել է։ Չէ, դե տրանսպորտում ինչեր կատարվում, օրինակ ընդհանրապես մի գաղափարի շուրջ պայքարի դեպքում ինչ էին անում։ Ես մի քանի անգամ ասել եմ, այն էլ կանայք էին անում։ Այդ դե տեսել ենք։ Վարորդները ոնց են իրենց պահում, այդ տեսել ենք կանանց հետ, առհասարակ իրար հետ, էական չի միայն կանանց հետ։ Դե միջավայրում աշխատանքում տեսնում ես, թե ինչ որակական հատկանիշներ ունեն մարդիկ, ասում ես էլի տուն, տեղ, ընտանիք, երեխա, թոռ, բան, թողած ինչ-որ բաներով են։ Ես ճիշտ հակառակը, ես մտածում եմ աշխատանքից դուրս, իմ ժամանակն ու իմ կյանքը բացառապես իմ ընտանիքինն է։ Ես ալարում եմ անգամ մտածել աշխատանքի խնդիրների մասին աշխատանքից դուրս, որովհետև այդ մի քանի ժամը, որ տրված է մինչև քնելը մարդուն, տրված է նրա համար, որ 10 ընտանիքիդ, մի քիչ էլի, եթե կա տենց ցանկություն, զբաղվես քո կրթությամբ, որ ապուշ բաներ չանես հետո, հաջորդ օրը, որ խեղաթյուրված հոգեբանություն ձեռք չբերես, որ այդ ընտանիքում, որը դու չես ուզում քո ժամանակը տալ ու այդ ընտանիքը քեզ չի երջանկացնում, այդտեղ կուտակված բացականն ու տգիտությունը, որը
եթե կրթվել ես 22 տարեկանից հետո մնացել ես նույն տեղում, այդ ամեն ինչը չկուտակվի ներսումդ, հետո դառնաս ինչ որ մի հրեշ, գաս սկսես քեզ դրսևորել միջավայրում ու խեղես։ Այդ դրա համար պետք է տալ ընտանիքին, որտեղ պետք է սեր տալ, սեր ստանալ, տալ երեխուդ, շատ ջերմ բառեր ասել ու ստանալ, չգիտեմ, քայլել, նայել ծառերին ու ծիտիկներին ու երեխայիդ հետ ուղակի զրուցել արժեքների մասին, մի քիչ էլ կարդալ, երեկոյան քնել, մեկ-մեկ էլ ընկերների հետ հանդիպել, իմիջիայլոց էդ էլ ուղեղի բան է, պետք է շատ կրթվես, որ կարողանաս ճիշտ ընկերներ ձեռք բերել։ Իհարկե, ես կարծում եմ, որ արդեն երբ որ դու 20-25 տարեկանից դուրս ես եկել արդեն, քո իրականում առօրյան սրանով է սկսում ամփոփվել մեծ մասամբ, բացի ծնունդ կնունք հարսանիքներից։ Իսկ այն մարդիկ, ովքեր տենց գնում են տուն ու սկսում են ինչ-որ տենց զանգել սրան նրան, ինչ-որ բաններ ստեղծել, բաններ հորինել, ինչ-որ թեմաներ, ինչ-որ տենց հասկանում ես հետո ես, հետո են, այդ խեղված հոգեբանություն է։ Ասում են ինչքան պիտի տունդ չսիրես, երեխուդ չսիրես, որ քո անելիքը չլինի, այն որ բոլորին մոռանալ, տալ քեզ, քո երեխուն, քո տանը, քո ամուսնուն։ Ես ուզում եմ մի հատ շատ կարևոր թեմայից խոսենք, որը որ ուղիղ համեմատական այն թեմայի հետ, այն ինչը որ դու հիմա քննարկում ես։ Ախր ես ու դու գիտես հիմա ինչ ենք քննարկում։ Երեք Երևանի կենտրոնում շատ ցավալի ինձ համար, որովհետև ցանկացած գիտակից ու adekvat մարդ, որ երեխա է մեծացնում, կապ չունի այս դեպքում տղա, եթե աղջիկ, մի քիչ տղու համար ավելի է անհանգստանում։ Սա ինձ համար մեծ ողբերգություն է, որովհետև երեք Երևանի կենտրոնում 16-ամյա տղային դանակահարել սպանել են։ Հիմա սա այնքան ցավոտ երևույթ է եւ սա ուղիղ համեմատական է այն տգետ ու անկիրթ հասարակության պահվածքին, այն ինչի մասին, որ դու խոսում ես, որովհետև ես միշտ այս օրինակը բերում եմ, ես շատ լավ ընկերներ ունեմ, ովքեր որ երաժշտական աշխարհում են, ռաբիզել են երգում, նվագում, ես շատ հարգում սիրում եմ իրանց, մենք միշտ բանավեճ ունենք երաժշտության առումով, բայց ես բնականաբար իմ կարծիքը չեմ փաթաթում իրենց վզին, ես իմ կարծիքը ասում եմ, անցնում եմ առաջ, որովհետև դա այնքան կարծրացած է այդ ամեն ինչը, որ դու ուղղակի չես կարող քանդել այդ մեծ չագուչով ու կվալտով, դու չես կարող դա ջարդել, որովհետև սա 35, 40, 50 տարի շարունակ այս հասարակության մեջ, ոչ միայն այս կովկասյան հասարակության մեջ, այս ամեն ինչը ասես դրվել է հորից որդուն, ինքը անցել է։ Ես հիմա չեմ մեղադրում համերգին գտնվող մարդկանց, ես մեղադրում եմ այն սկիզբը, որ չգիտեմ, կամ խառնածին ա եղել, կամ ինչ ա եղել, որ իրան դուրս ասում ենք այսօրվա ձեր ապրելու ձևը, վաղը ձեր ապագան է։ Ինչի համար սկսեցի ես այս խոսակցությունը, երբ որ խնդրում եմ բոլորդ փորձեք։ Շատ էլ սիրում եմ այն ընկերներից, ովքեր ռաբիզ երաժշտություն են լսում, անցնենք առաջ, դրա մասին չի խոսքը։ Երբ որ դու մարդուն ասում ես, որ ես ռաբիզ չեմ սիրում, ինքը ագրեսիվանում է, ինքը երբ որ սիրում է, ինքը ագրեսիվանում է, ինչի չես սիրում, բայց ինչ ա եղել, որ չես սիրում, երբ որ դասական սիրող, դասական երաժշտություն, ես չեմ ասում դասական երաժշտության մեծ երկրպագու եմ, ոչ, ես հիմա հակառակն եմ ասում, երբ որ դասական երաժշտություն սիրող մարդուն դու ասում ես, ես դասական երաժշտություն չեմ սիրում, ասում է, լավ, երբ որ ռաբիզ սիրող մարդուն ասում ես, ես չեմ սիրում ռաբիզը, ինքը ագրեսիվանում է։ Հիմա ես ուզում եմ սրանով բացատրել, որ կան երաժշտության տեսակներ, նաև ռոքը, որը որ ես շատ սիրում եմ, որոնք իրենց մեջ ագրեսիա են պարունակում։ Այդ երաժշտությունը անընդհատ լսելիս դու կամա թե ակամա ագրեսիվանում ես։ Պարելու ընթացքում ագրեսիվանում ես։ Դու այդ պարելու ընթացքում, քեֆանելու ընթացքում, օղին խմելու ընթացքում դու ագրեսիվանում ես։ Բայց երբ որ դու գնում ես օրինակ, չգիտեմ, ջազ լսելու, ես չեմ ասում ջազի մեծ երկրպագու եմ, ինչի համար եմ ասում։ Ես սիրում եմ ամեն երաժշտություն իր չափով։ Ես ինչ-որ մի կոնկրետ երաժշտության մեծ երկրպագու չեմ։ Ջազ լսող եւ վիսկի խմող մարդը հիմնականում ինքը չի ագրեսիվանում։ Բայց Վարդեն բերել պարտեզից լսող մարդը շատ էլ սիրում եմ այդ երաժշտությունը, մի հասկացեք, որ ես այն ինչի չեմ սիրում, ուզում եմ հրամցնեմ, անցնենք այդ թեման։ Ինքը ագրեսիվանում է, երբ որ դու իրան ասում ես, փորձեք ինքներդ։ Հիմա խոսքը մենակ երաժշտությունը չի։ Ես հիմա նայիր, ես չգիտեմ ռաբիզ երաժշտության մասին ինչ ձևակերպումներ կարա լինի, ես ոչ լսում եմ, ոչ էլ մեր այսօրվա էստրադան եմ լսում։ Ես մի 100 անգամ ասել եմ, հիմա շատ աղջիկներ մեր մոտ որ երգում են, չգիտեմ դրա ռաբիզա անունը ինչ է,
Բայց ես ասել եմ, որ իրանք մկկում են եւ մկկում։ Արի անունը չդնենք ռաբիս, նողկալի ու զզվելի, արի անունը չդնենք ռաբիս։ Մի խոսքով, բայց Մողամադ որ քաշում են, ես գնում եմ մենաշ։ Ասենք այդ մարդը ձայն ունի, ձայնային տվյալներ ունի։ Այ մարդ իմ համար մեկ այդ մարդը ինչ ունի։ Չէ, լավ, ես չեմ սիրում այդ։ Պետք է ունենաս, թե չէ։ Չէ, ինքը շատ ինքը երկում է երգեր։ Բեմական կեցված, անկեղծ ես ուզում իմանաս։ Ինքը երկում է շատ բարդ երգեր, որ հիմա 99% ռաբիս երգիչները կարող այդ երգը չկարողանան երգել, որովհետև ես այդ գործի մեջ եմ, ես գիտեմ դա ինչ է։ Դա երկար տարիների վարպետության շնորհք է, բայց ես չեմ սիրում դա։ Ես հիմա ուրիշ բան եմ քննարկում։ Հիմա հարցիդ պատասխանեցի։ Ինքը այդ ոլորտում բավականին լուրջ երգիչ է։ Անկախ նրանից դու իր ձայնը հավանում ես թե չէ, ինքը լուրջ մասնագետ է այդ ոլորտում։ Ինքը կարա բաներ անի, որ կողքի լուրջ մասնագետները չեն կարող անել։ Հա։ Ես չեմ սիրում այդ ամեն ինչը, բայց ես չեմ ուզում իմ սիրած երաժշտությունը հրամցնեմ։ Հարցիդ պատասխանում, ինքը բավականին ոլորտում ամենալուրջ երգիչներից է։ Այո, ինքը կարա նենց երգեր, որ կողքին է։ Բայց իմ ասածը լրիվ ուրիշ բան է։ Մի տեսակ այդ երաժշտություն լսող մարդիկ ագրեսիվ են։ Գիտես, երեք այդ Մարիա Չերնիգովսկայա, ես սիրում եմ, թե իր ֆանտաստիկա է։ Նեյրոլինգվիստը, հետաքրքիր տենց էլի փոքրիկ կտոր էր ընկել աչքովս, ասում է, գիտեք, մի կաթիլ ջուրը դեռ անձրև չի, բայց շատ կաթիլները այդ արդեն ամպրոպ է։ Մի փաթիլը ձյուն չի, բայց շատ փաթիլները դրանք այն որ ասում է բաներ են, այն որ գալարվում են սարերից։ Ձնահյուս։ Հա։ Իրականում, եթե այն ինչի մասին, որ մենք խոսում ենք, սա ամեն օր տեղի ունեցող իրողություն է։ Սա մի օր չի, մի դեպք չի, համացանցում տեղի գտած այդ երաժշտությունը, որը տարածված է։ Եվ եթե մենք խոսում ենք արդեն ոչ թե 1 հոգուց, այլ 12,000 երիտասարդից, սա արդեն աղետ է։ Որովհետև այդ արտահայտությունը, որը արտահայտություն չէ, այլ նաև ֆիզիկայի օրենք է, որ երբ որ ջուրը անընդհատ միտեղ կաթում է, այդ մի կաթիլը կարող է ծակել, այդ բետոնը, հա, ուրեմն ես հավատացնում եմ անընդհատ դա ծակելու է այդ բետոնը։ Չնայած որ ծակել է, այնպես չի, որ այդ նոր պիտի տեղի ունենա, հարցը դրանում չի։ Պարզապես մենք այդպես էլ որևէ բան չկարևորեցինք։ Այսօր ինչն է կարևոր, ինչն է արժեքավոր, որովհետև միշտ եթե մեր կյանքում չկան առաջնային եւ երկրորդական հարցեր, առաջնային եւ երկրորդական որոշումներ, ոչ մի բան չի փոխվելու։ Եվ այն ժամանակ, երբ որ ասում էին կորոնավիրուս էր, պլյուս պատերազմի վիճակը եւ ասում էին սրճարաններում տեղ ու դադար չկա, շատ սրճարաններում գուցե մարդիկ հավաքված գաղափարներ էին կիսում։ Ես տեսել եմ այդպիսի մարդկանց, լսել եմ անգամ այդ նույն սրճարանում նստած հավաքված ինչից են խոսում, ինչ են պլանավորում, ինչ են ուզում անել։ Մենք խոսում ենք այն մասին, որտեղ սրճարաններում երաժշտություն էր հնչում բարձր, որովհետև շատ սրճարաններ այնքան էին հարգում իրենց, որ իրենք առհասարակ անջատել էին բոլոր երգերը հնչող, պարզապես աշխատում էին, այսպես ասած։ Եվ թույլ չէին տալիս կամ բացառում էին որևէ երաժշտություն իմիջիայլոց։ Եվ դրա կողքին կար իհարկե ճիշտ հակառակը։ Այդ ժամանակ, երբ որ շատ երիտասարդներ ու շատ տղամարդիկ չէին կարևորում ինչ է տեղի ունենում, մենք դրան այդպես բան էինք անում, սենց քննադատում էինք, իբր Facebook-ներում գրում էինք, անցնում էինք առաջ։ Իրականում դրա հետևանքը այսօր կա, եւ մենք ակնառու տեսնում ենք։ Եվ յուրաքանչյուր դրսևորման հետևանքը լինելու է, այդ երիտասարդների հետևանքը 10 տարի հետո կտեսնեք, 5 տարի հետո կտեսնեք, եւ ինչպես արդեն կյանքը երևի ձեզ ցույց է տվել, 10 տարի հետո այդքան էլ սարերի հետևում չէ։ Անդրադառնալով բոլոր կարևոր են արժեքներին, որոնց մասին մենք խոսում ենք մեր ծրագրի շրջանակներում, այսօր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպյանի ծննդյան օրն է եւ ասում եմ այս դեպքում ինչպես լավ ասած մեր ռեժիսորը, եթե Թաթուլ ապա Կրպյան, մեր տեսանյութը իր մասին է եւ եթե մի քիչ կարողանանք առաջին հերթին լինել էգոիստ եւ այդ ամենը անել հենց մեզ համար, որովհետեւ երբ մենք խոսում ենք այս ամենի մասին, մարդիկ մտածում են, որ մեկի համար ենք ասում։ Այդ արժեքները ձևավորելու են առաջինը ձեզ որպես անհատականություն,
հետո այդ ձեզը միջավայրում է դառնալու ինչ որ մեկը, որը օրինակ բերելու առիթ կլինի։ Եվ հիմա, քանի դեռ դուք ապրում եք, եւ հաստատ ձեր մահից հետո էլ դուք լինելու եք օրինակ, մեկ է շարունակեք այդպես ապրել։ Եղեք այնքան էգոիստ եւ այն ամեն ինչի մասին մենք խոսում ենք, այդ արժեքների կրողը եւ լավ մարդու, որպեսզի Աստված հետո ձեզ չպատժի ձեր արարքների համար, ձեր համար արեք, ձեզ սիրեք, ոչ մեկի պետք չի սիրել, որովհետեւ ապրել բարոյական արժեքներով, ապրել ազնիվ եւ փոսեր չփորել ուրիշի համար, այդ առաջինը ձեզ է պետք, հետո նոր դիմացինին, ձեր ընտանիքին ու նոր մնացածին։ Պարզապես եղեք այնքան էգոիստ, սիրեք ձեզ այնքան շատ, որպեսզի դուք լինեք ուղղակի անվերապահորեն ամենաառաջատարը եւ օրինակը յուրաքանչյուր միջավայրում, բայց մինչեւ չանեք չեք լինի։ Այդ ուղղակի տես չի լինում, ինչ ասեմ, այդ էլ ասում եմ ես չեմ հորինել, ֆիզիկայի օրենքա։ Շարունակում է կենտրոնի առավոտը արդեն խոհանոցում, սելի հեռուստադիտողներ, բուրիտոները պատրաստ են։ Դե դուք երբ պատմի։ Դու չես։ Ես չեմ, ես ինքս ինձ խոստացել եմ, որ արդեն պետք է համը չհանել սննդի հետ կապված, բայց ես կարող եմ փոխարենը մեկը կտրել։ Ես ներկայացնեմ բաղադրիչները։ Չէ, դու սա համը հանել է, էլ դու սուս։ Ուրեմն Բաղադրատոմսը մեքսիկական խոհանոցին ենք այսօր անդրադարձել, միջուկը պատրաստել ենք հավի կրծքամսով, այնտեղ ավելացրել ենք քաղցր պղպեղ, համեմունքներ օրեգանո, չորեհան եւ սև պղպեղ, կարմիր պղպեղ, քաղցր եւ կծու տարբերակով, ավելացրել ենք նաեւ սպիտակ լոբի, կարող եք փոխարինել իհարկե կարմիր լոբիով եւ ավելացրել ենք նաեւ եգիպտացորեն, բաղացուածված տարբերակով։ Միջուկը նաև պղպեղի մածուկ եմ ավելացրել, տապակել եմ մի փոքր եւ լցրել ենք տորտիլյայի կամ փոքրիկ լոշիկների մեջ։ Փաթաթել ձիթայուղով շատ քիչ ձիթայուղով ուղակի տապակել։ Այսքանը։ Ախր իմ գործընկերուհին ընդհանրապես տեղյակ չէ, երբ որ դու մարզասրահում էներգիա ես ծախսում, դու պետք է շատ լավ սնվես։ Ես պարզապես շաբաթը 3 օր եմ ծախսում եւ այնպես չի որ հալից ընկնում եմ։ Ավել չի կարելի։ Չէ, չի կարելի։ Բայց ես իմիջիալոց բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե ամեն առավոտ ասում եք այսօր կամ վաղվանից կսկսեմ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման սկսել հենց այսօր, որովհետև դրա հետևանքները անհամեմատ դրական են եւ ես պիտի ասեմ, որ օրգանիզմում կուտակված աղեր, չգիտեմ ինչեր, այն որ այս մկանս լավ չի աշխատում, այն մեկը պակաս է աշխատում եւ իհարկե, եթե մենք ուզում ենք ունենալ գեղեցիկ կազմվածք, եթե մենք ուզում ենք ունենալ ծերանում ենք բնականաբար, այ ուզում ենք ունենալ ձիգ, գեղեցիկ կազմվածք, առանց սպորտի անհնար է դա իրականացնել։ Մի ալարեք, շաբաթը 3 օր տրամադրեք անպայման սպորտին, որը տալիս է լավ էներգիա եւ իհարկե դուք հետո հայելու մեջ այդ տեսնում եք։ Իսկ ինչ վերաբերում է եւ լավ տրամադրություն, լավ տրամադրություն։ Իրականում թվում է թե աշխատանքից հետո երբես առիթ եմ ունենում լինելու սրահում, թվում է թե ուժ չկա արդեն հոգնածես եւ այլն, բայց հենց հասնում ես այնտեղ ու արդեն հետևանքն էլ որ տեսել ես, շատ մեծ ոգևորությամբ ես սկսում աշխատանքը։ Հատկապես պրոֆեսիոնալների ձեռքում ես իմիջիալոց պիտի ասեմ, որ իմ բախտը բերել է այդ հարցում շատ կարգին պրոֆեսիոնալ մարզիչներ են ինձ հանդիպել, որոնք այն որ ասում են մեր նվնվոցին էլ չեն նայում, իրենք իրենց գործն են անում, անկախ դրանից դու հոգնել ես թե ոչ։ Եվ հետո դու բավական առույգ դուրս ես գալիս այնտեղից։ Իսկ ինչ վերաբերում է Վահեի խոհանոցին, այստեղ իհարկե միշտ համեղ է, ես առիթ չունեմ համտեսելու, որ պարտադիր հավատամ, որովհետև բույժն արդեն ասում է, իսկ եղանակը ընթացքում տեսել եմ ինչպես է պատրաստում, բայց խեղճ մեքսիկացիներ, ինչ ասեմ, ասում են դե իրենց ավանդական կերակուրը սա է։ Դե համ ուտում են, հետո էլ բա ինչ անեն չգիրանան։ Տեղը տեղին, հացով, մսով։ Ես անկեղծ եմ ասում, եթե մենք համեմատենք շաուրմա թե բուրիտո, միանշանակ բուրիտո չի քննարկվում դա։ Հա, գուցե։ Ինչ է շաուրմայի մեջ, չգիտեմ, ես 100 տարի չեմ կերել։ Խոզի մսով շաուրմա կա, հավի մսով շաուրմա, բայց ամեն դեպքում սա ավելի համեղ է, ավելի հետաքրքիր է։ Եվ ես սիրում եմ մեքսիկական։ Էլի այս հացով է ինչու շաուրման պատրաստում։ Մի փոքր տարբեր։ Դե բայց այնտեղ եթե օրինակ լինի հայկական կծու, բիբար, կաղամբ ավելի լավ չէ։ Կաղամբ հատկապես որը օգտագործում են։ Դե ես չեմ ասում համեղ չի, բայց ես ավելի շատ կնախընտրեմ սա։ Ես այն էլ չեմ կերել ճիշտն ասած շատ երկար ու ձիգ տարիներ, բայց Վահեն շատ համեղ է պատրաստում։ Գոնե թե եթե պատրաստում ենք տանը մեր ձեռքով,
Ուրեմն ասում իմանանք ինչ ենք լցրել մեջը ու մեզ այսպեսի շռայլություն թույլ տանք։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր երկու շաբթին այսօր այսպիսին էր, բացահայտում ենք մեզ համար կարևոր իրադարձություններ, հետաքրքիր մարդկանց, հայրենակիցներ, ովքեր կարևոր գործ են անում աշխարհի տարբեր մասերում, որովհետև այն ինչ վավերագրվել էր մեր ցավոտ թեմաների մասին, Արցախյան պատերազմի մասին, այդ մասին փորձում են մեր հայերը հնարավորինս տարածել եւ աշխարհի շատ տեղերում տալ հնարավորություն իմանալու թե ինչ են արել հայերի հետ։ Այս տեսակ մարդկանց միշտ պետք է գնահատել անշուշտ եւ ես կարծում եմ այս տեսակ մարդկանց մեր խնդիրն է լուսաբանել ու ճանաչելի դարձնել ձեզ համար։ Հուսանք ձեր օրը լավ կընթանա, ձեզ լավ օր ենք մաղթում, Վահեն հետաքրքիր խոհանոց առաջարկեց այսօր, եթե ասում եք տանն եք կարող եք պատրաստել, իսկ մնացածին մենք մաղթում ենք լավ աշխատանքային օր։ Փոքրիկ հաղթանակներով մենք կկերտենք մեր երազանքի ամենամեծ հաղթանակը, լավ եք։ Ստեսություն։